Նոր ազգային ժողովը ակնհայտորեն պետք է նորովի մոտենա այն խնդիրներին, որոնք առաջացել են իշխող ուժի դեմ, որտեվ կա չլուծված հարցերի մեծ շարան եւ այդ չլուծված հարցերի հետ կապված բազմաթիվ գործողություններ կան, որոնք պետք է արվեն եւ եթե ազգային ժողովը նոր որոշել է, որ այդ գործողությունները պետք է ձևակերպել որպես քաղաքական վենդետա, խնդրեմ, իհարկե քաղաքական ուժերը պետք է պատասխանատվություն կրեն իրենց գործողությունների եւ գործողությունների բացակայության համար, բայց սա քաղաքական վենդետայի հարց չի, սա ընտրություններով է որոշվում, այստեղ բաց թողում կա։ Այսինքն քաղաքական ուժը պատասխանատվություն է կրում իր արած չարածի համար ընտրությունների ժամանակ մարդիկ գնում են եւ ասում են լավ է սարը, վատ է սարը։ Հիմա եթե ենթադրենք, որ նախորդ անգամ նույնիսկ պարտված պատերազմի պարագայում իրանք ունեն սահմանադրական մեծամասնություն, այս անգամ չունեն, նշանակում է ժողովուրդը գնահատել է իրենց գործողությունները բացասական։ Ավելի վատ, քան նախորդ անգամ, հա։ Բայց հիմա խոսում են վենդետայի մասին։ Դե վենդետան դա իրանց անելիքը հաշվեհարդար։ Վենդետան հա հաշվեհարդար է, ասենք, բայց դա քաղաքական ուժի հանդեպ որ անում է, դա վենդետա չի։ Դա նորմալ քաղաքական պայքար է, հիմա դու իրան կարաս ձևակերպես որպես վենդետա, անունը դնես վենդետա, կարաս անունը դնես, ասենք, բեյսբոլ, բայց դրանց ոչինչ չի փոխվում, իրանց գործիքակազմը, այսինքն իրանք չեն պատրաստում 37 թիվ անել, ասել, որ իրանք սրանց հետո բոլշևիկ են կամ Մուսոլինի ֆաշիստներն են ու բոլորին պետք է ուղարկեն Եթովպիա, ասենք ինչ է, անունը ինչ ուզում ես դիր։ Օրենքի շրջանակներում։ Դե ասել է օրենքի շրջանակներում, հետեւաբար եթե օրենքի շրջանակներում հասարակ պայքար է գնում։ Ուրիշ հարց է, որ եթե օրենսդրական վենդետան էլ հայտարարել է անիմաստ, այսինքն ինչ դուք նախորդ 5 տարին օրենքը շրջանցելու ձևեր գիտեիք, որ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեին, բայց դուք օգնում էիք, որ իրանք պատասխանատվության չենթարկվեն։ Այսինքն քաղաքական դիլետանտիզմի բաներ կան, տարեր կան ստեղ։ Եթե օրինակ ընդդիմությունը լիներ ընդդիմություն ոչ թե պատահաբար Ռուսաստանից, ասենք, ֆինանսավորված մարդիկ, եւ որոնք որ ընդհանրապես բան չունենան, իրանց քպեից թույլ են, հա, սա ֆանտաստիկ նյութ է, որպեսզի ազգային ժողովում կանչեն ասընթաց էլեմենտարի պատը, այսինչ նախորդ 5 տարին բան չեք արել, ձե գիտեիք, որ հանցանք կա, չէիք անում, այդ հանցանքի դեմ ոչ չէիք պայքարում, չէիք պատժում։ Այսինքն հայտարարությունը, որ ինքը իրանով ոնց որ թե մարդիկ գնահատել են դրական, ինքը իր մեջ պարունակում է բազմաթիվ դիալեկտիկա, ինքը իր մեջ պարունակում է ինքնախոստովական այդ բաներ, ինքը ասում է, որ եղբայր, մենք նախորդ 5 տարին ոչինչ չենք արել։ Ինչի՞ չեք արել։ Հիմա մեկը ասում է խիղճը կորցնի կանչի ասի, բա նախորդ 5 տարին ինչի՞ չեք ձեռնարկել։ Մենք նախորդ շաբաթ տեղեկացանք, որ Ծառուկյանից եւ իրեն շրջապատող հարազատ բարեկամներից բռնագանձումներ են եղել, բռնագրավումներ են եղել։ 75 անշարժ գույք Ծառուկյան, Գագիկ Խաչատրյանը, Մաքսային պետկոմիտեի նախագահ, որը եղել է նաեւ նախ 193 անշարժ գույք, սա ինչ 193 է, դուք եթե կարող եք մեկնաբանել, խնդրեմ, Քոչարյանից 2, Քոչարյան եւ ուրեմն իր շրջապատից, իր բարեկամներից երևի թե 22 անշարժ գույք։ Սա պետք է դիտարկել տնտեսական դնել տնտեսական վենդետա, իրավական վենդետա, սա վենդետայի տրամաբանության մեջ է պետք դիտարկել։ Վենդետայի տրամաբանության մեջ ցենց օրինակ վերստում եք 3 հոգու անուն տրվել այնտեղ դիշում եմ այդ բանը, ինչ որ բավական մեծ գումարներ, ինչ որ հա, մեծ ցուցակ էր, ես պարզապես առաջին այսպես։ Հիմա տեսեք, այդ անշարժ գույքերը ակնհայտորեն դա կադաստրի վկայականով է գնում։ Այսինքն եթե օրինակ, չգիտեմ, մեկը շենք է կառուցել, այդ շենքի ասենք 30 բնակարանը գնում է այդ ցուցակում որպես 30 անշարժ գույք, բայց ինքը մի շենքի մեջ է, հա։ Բայց սեփականությունը իրենն է։ Դե եթե իրանից են բռնագանձվում, ուրեմն իրանն։ Ասենք դե բարձա չէ, ասենք գոնե այդ մասով պետք է որ ինչ-որ մեքենա լինի կամ ինչ-որ մի օֆշորի վրա գրանցված է, բայց բնակարանների վրա են գրանցված։ Հարցը չի, բայց օրինակ նույն Ծառուկյանի մոտ Երևան քաղաքը ապականած շինություններ կան, հա։ Այն որ պետությունը դա վերցնում է, դա չի նշանակում որ լավ է։ Ասենք կան բաներ Երևանը այլանդակած նույն Խաչատրյան Գագոյի անվան հետ կապնված, հա, քաղաքի կենտրոնում, փոքր կենտրոնում հենց
այլանդակություններ կան, որոնք որ հիմա ինչ որ բռնագանձել եք, ինչ պետք է դրանք մնան։ Հա, պետք է մնան։ Դա ուրիշ թեմա է արդեն։ Դե բա, հիմա լավ ուրիշ հարց տամ։ Խաչատուր Սուքիասյանը չկա այդ ցուցակում։ Չէ։ Ոնց է լինում, որ չի լինում։ Մենք չենք Չէ, դեռը չի, ոնց Չենք է լսել։ լինում, որ Խաչատուր Սուքիասյանը չի լինում այդ ցուցակում։ Այդտենց ոնց է լինում։ Չկա հա անշարժ գույք, որը կասկածելի է, որ Իրանն է։ Գործողություններ չկան, որ այդ կոնգլոմերատի հետ է կապված սիլի։ Այսինքն դուք ասում եք ընտրովի է կատարվում։ Ես ասում եմ, որ քաղաքական դեմ հիմք- պայքար է գնում, Այո, սա օլիգարխների դեմ պայքար չի։ ահա։ Ինչ է Սա սա։ սա հենց այնա ինչ որ կոչվում է քաղաքական վենդետա ոչ օրենքի շրջանակներում։ Կաման։ Այսինքն սա ուղղակի իրանց համար վտանգավոր հայտարարված քաղաքական ուժերի դեմ պայքար է։ Ու սա ամենախնդալն է, որ այդ լավ է, որ իրենք սա անում են։ Այսինքն այդ քաղաքական ուժերը, որոնք հիմնականում անում, լավ է, որ վերցնում են։ Բայց իրանց համար սա շատ ավելի ծանր է լինելու, ստեղ եմ ասել, եմ ասելու։ Իշխանությունների։ Հա, կպն։ Նիկոլ Փաշինյանը անիծելու է այն օրը, որ ինքը հաղթեց այս ընտրությունները։ Մեծ տարերով ինքը իր տան պատերին գրելու է, որ ինքը անիծում է այն օրը, երբ որ կարել է այս Ինչու՞։ ընտրությունները, որովհետև ինքը պատրաստ չի այս ժամկետին։ Այս կադենցիային քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր ամբողջ ինտելեկտուալ, քաղաքական, տնտեսական պոտենցիալով պատրաստ չի։ Բացեք։ Պատրաստ չի։ Ինչով պատրաստ չի։ Ոչ մի բանով։ Իրանց հայտարարված ծրագրերը, որոնցով իրենք գնացին մինչև ընտրություններ, բաները, օրինակ, չգիտեմ, բյուջետային աշխատողների աշխատավարձերի բարձրացում, թոշակների բարձրացում, բժշկական ապահովագրություն, բանակի մոդեռնիզացիա, ոչ մի կետով իրանք պատրաստ չեն, իրանք չունեն ինտելեկտուալ, տնտեսական, քաղաքական պոտենցիալ այդ ամեն ինչ անելու։ Իրանք չունեն պոտենցիալ Ռուսաստանի դեմ դուրս գալու, իրանք չունեն պոտենցիալ Եվրոպա գնալու, իրանք ուղղակի ինչ-որ մի նավակի մեջ ջրի հոսանքի արագությանը համընթաց գնում են, ոչինչ չեն անում։ Այդ ինչ ջրի հոսանք է։ Դե հիմա հələ որ լավն է, գնում է դեպի նույն смысле այնտեղ որտեղ մեզ պետք է Ռուսաստանը թուլանում է, ասենք այդտեղ գնում է դեպի Եվրոպա, բայց դա չի նշանակում, որ այդ լավ է։ Ասենք տնտեսական աճը, եթե դուք բացում եք, ասենք պետական ձեռնարկություն բաների պետական վիճակագրությունը վիճակցարայության բաները տվյալները որ բացում եք, նրանք ովքեր գիտեն բանի վիճակագրության այդ թվերը ոնց նայել, դուք կտեսնաք, որ ոչ մի բան այնտեղ չկա, ոչ մի տնտեսական աճ չկա։ Տնտեսական ակտիվության կարծեմ 7-7% տվեցին։ Տնտեսական ակտիվության 7%-ը որը որ կա, հա, բայց հետո որ նայում ես իրական աճի թվերը, այնտեղ տեսնում ես 1.1 1.8 Եվ նայած ոչ ոլորտը, հա։ Չէ, ընդհանուր։ Ինչպես է 7-7-ը 1 չգիտեմ ինչ։ Դե որովհետև հաշվարկի ամեն մի ցուցանիշ, որը վիճակարություններ հապարակում է, ունի իր նպատակները եւ ինքը ծառայում է իր ասենց ասեմ, ամեն մեկը իր վերլուծական ապարատը ունի եւ համապատասխան վերլուծության համար օգտագործվում։ Օրինակ քաղաքական վարկանիշները, որոնք հրապարակվում են մինչև ընտրությունները, դրանք Հայաստանում, որոնք որ հրապարակվում են, դա հիմարություն է, որտեղ վարկանիշը հրապարակվում է առանց դուրս բերելու են թվերը մարդկանց, ովքեր չեն գնալու, ովքեր հրաժարվում են, այսինքն դու ոչ բան չես նայում, դու ստանում ես 15% ես տեսնում։ Այդ 15 չի, հա, այդ ասենք եթե վերցնես ով է գնալու ընտրությունների, ով է պատրաստ գնալ ընտրությունների, նրանք ովքեր պատրաստ են գնալ ընտրությունների, դրանցից որ մասն է ասում կոնկրետ կուսակցության անուն, որտեղ եթե թվերը հանում, եթե բան ես անում, այդ ամեն ինչը մաքրում ես, ֆիլտրում ես եւ ըստ դրա ես կշիռները տալիս եւ հրապարակում, այդ դեպքում օրինակ ստացվում 15%-ը դառնում է 60։ Իսկ 4%-ը դառնում է 0։ Այդտենց է։ Ըստ հարցվածների են ասում։ Դե ըստ մասնակիցների են ասում, ըստ հարցվածների, դա բարդ պրոցեդուրա է։
Տվյալների ընդհանրացումը եւ վերլուծությունը ամեն մեկի բանը չի։ Մեր փորձը ինչ ցույց տվեց, եթե սոցիոլոգիական հարցումների մասին ենք խոսում, այ հիմա նոր ընտրություններ եղան եւ մենք ունեինք Մեր փորձը ցույց տվեց, որ այն տվյալները, թվերը, որոնք որ հրապարակվում էին, կատարում էին այն գործառույթը, որ հիմնականում հարցումների այդ հրապարակվող հարցումների հիմնական գործառույթն է։ Այսինքն իրանք փորձում են ձևավորել հասարակական կարծիք։ Իրանք չեն տալիս հասարակական կարծիք։ Այսինքն դա պրոպագանդա ամերիկացիները, որ հրապարակում էին, այդ NDI, հա, այդ սահմանները, բարձրավոր իրենք շուտ բան էին փորձում անել, ինչ։ Ասենք տեսնում եք, չէ՞, որ Այսինքն դա սոցիոլոգիայի հետ ոչ մի կապ չունի։ Հարցումները տեսեք։ Դա մանիպուլյացիա է, հա։ Հասարակական շատ հարմար է, մարդիկ անուն են դնում, որ դա սոցիոլոգիական հարցում է։ Կոնկրետ սոցիոլոգիական հետազոտությունները էմպիրիկ։ Դրանք մեր կոպիտ ասած գիտության շատ փոքր մասն է։ Շատ փոքր։ Տվյալների ընդհանրացումը վերլուծությունը այդ ուրիշ պատմություն է։ Այդ մասը կարան օգտագործեն լրագրողները օրինակ։ Հա իրանք մեկ-մեկ անում են, այն որ տեսնում եք, իրանք որ շփոթում են, մենք սոցիալական հարցում ենք անում, մենք sense բաներ ենք, այսինքն իրանք չեն պատկերացնում, կածիգարելն ապարատը ոնց է փոխվում դրանից։ Նրանք ովքեր ասում են, որ սոցիոլոգիական հարցում են անում, նենգաբար ստում են, որովհետև իրանք անում են քաղաքական հարցում։ Դրանք տարբեր բաներ են։ Սոցիոլոգիական հարցումների բովանդակային մասը մի փոքր ուրիշ է։ Երբ որ դու հասարակությունն ես ներկայացնում, ոչ թե հասարակության որոշ մասի քաղաքական ձգտումները։ Բացի դրանից հեռախոսային հարցումներով չի արվում այդպես բան։ Այդ բազմից խոսել եմ։ Մարդ զանգում է ձեր բջջային հեռախոսին, ասում ենք անանուն հարցում ենք անցկացնում։ Ինչքան անջատված պետք է լինես աշխարհից, որ հավատաս, որ դա անանուն է։ Բջջային հեռախոսի դա զանգ է։ Հայաստանում կարող ենք արձանագրել, որ Հայաստանում սոցիոլոգիական հարցումներ չկան, նպատակային ոչնչացվել են ֆակուլտետի հետ միասին, շատ կոնկրետ Ռուսաստանի պատվերով, համ ֆակուլտետն է ոչնչացվել, համ հետագայում ոչնչացվել են բոլոր այն հնարավոր բաներ, որոնք կանեն անեն հետազոտություն, հիմա չկա։ Եվ դրա բացակայությամբ կարելի է բացատրել այն, որ դուք կարծեմ եւս մատնանշում եք, որ Ռուսաստանը թերի ինֆորմացիա է ստանում Հայաստանի հասարակության մասին։ Չէ, Ռուսաստանը թերի ինֆորմացիա է ստանում, որովհետև իր գործակալական ցանցը ալկոհոլիկներ են, որոնք ուղղակի զեկուցում են, փողը ստանում են գործողություն անելու, իսկ զեկուցում են ըստ այն արդյունքների, որը պետք է ստացվեր։ Այսինքն իրան ունեն KPI, իրանք ամեն երամսյակը մեկ ուղարկում են, որ իրանի արել են ինչ որ։ Իսկ Փաշինյանը ինչպես է ստանում Facebook-յան իր ելույթների տակ մեկնաբանություններից։ Երևի, այն ինչ որ Փաշինյանը ստանում է այն իր հակադարձ կապը, իրան թվում է, որ ինքը գնում է գյուղ մանա գալի շլապով բան տենց, իրան թվում է, որ դա հակադարձ կապ է, ոչ դա հակադարձ կապ չի։ Ինքը չի ստանում, ինքը չգիտի ինչ է կատարում։